Բարեձեզ, օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 27 փետրվարի ուրբաթ։ Նրան է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ։ 1988 թվականին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին, հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։ Ընդգծվել է, որ մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողություն միայն անցյալի մասին մտորելը չէ։ Այն վերահաստատում է մարդու իրավունքները պաշտպանելու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով մերժելու, երկարատև խաղաղության համար անսասան աշխատելու մեր համատեղ պատասխանատվությունը, ասվում է արտգործնախարարության հայտարարությունում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։ Այսօր մենք միանում ենք հայերին, սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին, նշված է դեսպանատան հաղորդագրությունում։ Հայաստանը շարունակում է իր օրենսդրությունը մոտարկել Եվրամիության օրենսդրության, այս մասին ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը նիստին ներկայացրել է սպառողների իրավունքների պաշտպանության գովազդի մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը։ Ներկայացվող փաթեթներով հետևյալ խնդիրներն ենք լուծում։ Մասնավորապես, սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս գտնվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին։ Հիմա հերթով գնանք դրանց մասին ներկայացնեմ։ Առաջին, սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների մասին։ Սրա վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ, խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը։ Նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առ-ոչինչ է։ Օրինակ, սպառողին իրավունք է վերապահվում սպառողի իր պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում պահանջել պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները առ-ոչինչ են։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն իրենց կողմից սպառողներին առաջարկվող պայմանագրերում նախատեսել որևէ անարդար պայման։ Կարգավորումները տարածվելու են այն տնտեսվարողների վրա, որոնք առաջարկում են սպառողին կնքել ստանդարտ ձևով սահմանված պայմաններով միանալու պայմանագիր։ Երկրորդ, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող գովազդի և համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրան մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը։ Մոլորեցնող գովազդի օրինակ։ Մեր դիաբետիկ հաբերն օգնում են ներառել առանց որևէ ջանքի։ Խմեք օրական 1 հաբ և կնիհարեք 10 օրվա մեջ 10 կիլոգրամ։ Առաջին, եթե հաբերը չունեն գիտական ապացուցված ազդեցություն, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակամ, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից, ապա բնականաբար նման գովազդը համարվում է մոլորեցնող կամ համեմատություն պարունակող գովազդի օրինակ։ Մեր X ատամի մածուկը մաքրում է ատամները 2 անգամ ավելի լավ, քան մյուսները։ Համեմատում է սովորականի հետ, մյուսների հետ, որ շեշտի իր առավելությունը։ Նման գովազդ տարածելը թույլատրվում է, եթե համեմատությունը հիմնված է ճշգրիտ տվյալների վրա։ Եթե իրոք այդպես է, ապացուցելի է, ապա կարելի է, եթե այդպես չէ, ապա չի կարելի։ Հակառակ դեպքում դիտարկվում է որպես մոլորեցնող գովազդ։
Հայտարարագրման գործընթացում են կատարվել փոփոխություններ, կառավարությունը հաստատել է մի նախագիծ, որով սահմանվել են չհայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները։ Փոփոխություններ կատարեցինք եկամտային հարկի հայտարարագրման համակարգում եւ համակարգը էականորեն բարձրացվեց, ինչ առումով որ ներդրվեց հայտարարագրերի ինքնաշխատ լրացման համակարգ։ Այս համակարգի շրջանակում ինչ է իրանից ներկայացնում, որ հայտարարատուները, ովքեր կարիք չունեն հայտարարագրում փոփոխություններ կատարել, իրենք պարտադիր չի, որ մուտք գործեն համակարգ եւ ստորագրեն հայտարարագրերը։ Այս դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետում հայտարարագրը համարվում է ներկայացված հարկային մարմին։ Այս շրջանակներում մենք նաև սահմանեցինք, որ ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն եւ երկրորդ բանը սահմանեցինք, որ կառավարությունը կարող է սահմանել այնպիսի եկամտի տեսակներ եւ շեմեր, որոնք նույնպես հայտարարագրման ենթակա չեն։ Հավանության է արժանացել որոշումը երեք կառավարության նիստում եւ որոշումը բաղկացած է երկու հավելվածից, որոնցից առաջինում սահմանված են եկամտի տեսակներ, որոնք առանց շեմի հայտարարագրման ենթակա չեն, օրինակ դրանցից է ստացվող վարկերի գումարները, եւ երկրորդ հավելվածը, որով սահմանեցինք այնպիսի եկամուտներ, որոնք որ որոշակի շեմը չգերազանցելու դեպքում միանվագ գործարքների կրկին հայտարարագրման ենթակա չեն։ Այդ եկամուտներից են օրինակ ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները եւ այսպես շարունակ։ Ունենք երկու հիմնական եկամուտների տեսակներ։ Եկամուտներ, որոնք որ հարկվող են, այսինքն եկամուտը ստանալուց հարկային պարտավորություն է առաջանում։ Այս կարգավորումները դրանց չեն վերաբերվում։ Այսինքն այն դեպքերում, երբ որ հարկային պարտավորություն պետք է առաջանա, իրանք այդ եկամուտները ցանկացած պարագայում հայտարարագրման ենթակա են եւ այդտեղից հաշվարկվելու է հարկեր, վճարվելու է։ Երկրորդ մասով ունենք եկամուտներ, որոնցից հարկային պարտավորություններ չեն առաջանում։ Իրենք չհարկվող եկամուտներ են կոչվում։ Այս կարգավորումները վերաբերվում են այդ չհարկվող եկամուտներին։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտնել է, որ չի կարծում, թե Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին կներքաշի Մերձավոր Արևելքում տարիներով ձգվող պատերազմի մեջ։ Այս մասին J.D. Vance-ը Washington Post-ին տված հարցազրույցում նշել է, որ չգիտի, թե ինչպես Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը կվարվի Իրանի հարցում։ Ըստ նրա կա երկու ուղի՝ ռազմական հարվածների միջոցով ապահովել, որ Իրանը միջուկային զենք չստանա կամ գտնել դիվանագիտական լուծում։ Այս ամենի ֆոնին Ժնևում Միացյալ Նահանգների Իրանի ներկայացուցիչներն անցկացրել են անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Օմանի արտգործնախարարը, որը միջնորդի դերում էր, հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքներ, այդ թվում մայրաքաղաք Քաբուլին։ Պակիստանի պաշտպանության նախարարը ասել է, որ մի քանի ամիս տևած զինված բախումներից հետո լարվածությունը երկու հարևան երկրների միջև բաց պատերազմի է վերածվել։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է պատասխան հարվածներ հասցնելու մասին։ Սպանվել է 10 պաղեստինցի զինծառայող, իսկ 13 դիրք անցել նրանց վերահսկողության տակ։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Աֆղանստան-Պակիստան երկխոսությանը խթանելու համար։ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը հաջորդ ամիս կնախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, երբ Միացյալ Նահանգները ստանձնի խորհրդի նախագահությունը։ ՄԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփի առաջնորդությունը կլինի առաջին դեպքը, երբ Միացյալ Նահանգների առաջին տիկինը կնախագահի անվտանգության խորհրդում։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլսը նույնպես կմասնակցի մարտի 2-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպմանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Սմարագոսը Շիրակի պետական համալսարանում հանդիպել է ուսանողության ու դասախոսական կազմի հետ, խոսել է Եվրամիություն Հայաստան հարաբերությունների առաջընթացից, եվրոպական ու հայկական արժեքների փոխկապակցվածության, փոխադարձ գործընկերության ամրապնդման եւ այդ գործընթացներում երիտասարդների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունից։ Եվրամիության դեսպանը այնուհետ պատասխանել է ուսանողների հարցերին։ Եվրոպական միություն Հայաստան հարաբերություններում զարգացող առաջընթացները մեծ ազդակ են այն բանի, որ բոլոր ոլորտներում փոխգործակցությունը ել ավելի խորացնելու հեռանկարներ ունի։ Հայաստանի բուհերի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ շփումներում Եվրամիության դեսպանը համոզվել է, որ կրթության արժեքների պահպանման եւ զարգացման վերաբերյալ երիտասարդությունը նոր պատկերացումներ ունի, որոնք բացահայտում են երիտասարդների կարծիքն ու առաջարկները լսելիս։ It's not the first time I am in Shirak region and in Gyumri. Առաջին անգամ չեմ Շիրակի մարզում եւ պետք է նշեմ, որ երիտասարդության այդ հանդիպումներին միշտ ողջավորությամբ եմ գալիս, որովհետեւ հենց ձեր միջոցով է բաբախում Հայաստանի սիրտը։ Կարևոր է, որ դուք իմանաք այն արժեքների եւ հնարավորությունների մասին, որոնք միավորում են մեզ։ Ներկայացնեք նաեւ ձեր առաջարկներն ու գաղափարները, որովհետեւ մենք կոչված ենք ստեղծելու հավասար հնարավորություններ նաեւ մարզերի երիտասարդների համար զարգանալու, կրթվելու եւ հաջողելու ուղղությամբ։ Իսկ որոնք են այն արժեքները, որոնք միավորում են մեզ եւ ինչու է կարևոր դրանց մասին իմանալը։ Այս հարցերի շուրջ էր դեսպանի զրույցը լսարանի հետ։ Երիտասարդներին միավորելով կրթության, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտում նպաստելու է ներուժի լիարժեքիրացմանը, այն կարևոր կամուրջ է ձևավորում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև։ I think that the culture unites us. Մեզ միավորում է մշակույթը, միավորում է կրթությունը, նորարարությունը, ավանդույթները, քրիստոնեությունը։ Սրանք այն կարևոր եւ առանցքային շղթաներն են, որոնցով Հայաստանը ուղիղ հարաբերությունների մեջ է աշխարհի հետ։ Մեզ միավորում է երիտասարդությունը, առողջ գիտակից հասարակությունը։ Երիտասարդների ավանդույթների պահպանմամբ եւ մշակութային փոխշփման զարգացմամբ կարելի է միայն սահմանել ընդհանուր նպատակներ եւ քայլել դրանց իրագործման ուղղությամբ։ Իսկ հնարավորությունների շրջանակն ընդլայնելու եւ փոխշփումներ ապահովելու համար անհրաժեշտ են բաց եւ հասանելի հաղորդակցման ուղիներ, որպեսզի Եվրամիության երկրների եւ Հայաստանի քաղաքացիները կարողանան հաստատել անմիջական կապ։ Սա հնարավոր է վիզաների ազատականացման գործընթացների միջոցով։ Սա քննարկման կարևոր առանցքային հարցերից մեկն էր։ We have launched this dialogue. Let me do that right away. Ակտիվորեն աշխատում ենք վիզաների ազատականացման գործընթացների ուղղությամբ։ Առայժմ կարճատև 2-3 օրյա ուղևորությունների համար վիզաների արկայությունը պարտադիր չէ, բայց եթե հարցը վերաբերում է երկարաժամկետ, կրթական, ինչպես օրինակ Erasmus+ շարժունակության ծրագրերին անհրաժեշտ են։ Հստակեցման վերջնակետում ենք եւ շուտով ելքն ու մուտքը դեպի Եվրամիության երկրներ առանց վիզաների կլինի։ Կրթական ծրագրերով մարզերի երիտասարդները հնարավորություն են ստանում սովորել եւ կրթվել այլ երկրներում, կուտակել մասնագիտական փորձ եւ այն ներդնել Հայաստանում։ Երիտասարդներն աշխատաշուկա մուտք գործելու եւ ստացած կրթությունը արդյունավետ կիրառելու խնդիրների միշտ են բախվում։ Ռիսկերից մեկը կարծում եմ ինքնավստահության պակասն է, որովհետև շատ ուսանողներ են ցանկանում սովորել արտերկրում, սակայն նրանց չի հաջողվում, որովհետև ունեն ինքնավստահության պակաս, ինչպես նաև գիտելիքի ու փորձի պակասն է շատ մեծ դեր խաղում, քանի որ մենք ստանում ենք կրթություն, սակայն ունենք պրակտիկայի պակաս, որը հիմնականում ամենակարևոր դրույթներից մեկն է, առանց որի չենք կարող հաջողել։ Ներկայում բոլորս էլ գիտենք, շատ տեղերում աշխատանքի ընդունվելու համար մշտապես կարևորում են անգլերենի իմացությունը ու շատ ավելի կարևոր է, որ նաև դա պրակտիկ օգտագործենք, որովհետև շատ դեպքերում ունենում են գիտելիքը, բայց երբ գալիս է պահը, որ դու պետք է դա օգտագործես, կիրառես, արդեն դժվարություն ու խնդիր է առաջանում ու հասկանում ես այն բացը, որը թողել ես։ Ուսանողների հարցերն ու առաջարկությունները դեսպանը կարևոր համարեց դիտարկման ենթարկել եւ գործնական քայլեր ձեռնարկել, ընդգծելով, որ այս գործընթացում առանցքային նշանակություն ունի մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումը եւ կադրերի արտահոսքը կանխելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը։ Մարզերի երիտասարդների ներուժի լիարժեք օգտագործումը համայնքային նախաձեռնությունները եւս Եվրամիության ծրագրերի առաջնահերթություններից է։ We have been working for quite some time. Մենք աշխատել եւ աշխատում ենք մարզի գյուղական համայնքներում տեղական նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ, որոնք վերաբերում են գյուղատնտեսությանը, արհեստին ու արվեստին, հրուշակագործությանը եւ այլն։ Զուգահեռ նաեւ աշխատատեղերի խնդիր ենք լուծում։ Ամբողջացնում ենք այս պահին Թումոյի հետ համաձայնագիրը, ըստ որի կստեղծենք խոհարարական մեծ դպրոց, որտեղ կմիավորենք ուսանողական կրթությունն ու ձեռներեցությունը։ Լիահույս եմ, որ տարածաշրջանային կապուղիների բացումն իր հերթին նոր ենթակառուցվածքների եւ գաղափարների զարգացման հեռանկարներ կբացի մարզերում, որին եւս աջակից կլինենք։ Հասմիկ Թմասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։
Եվ գարանամուտին տեղացած առադյան ձնաբքի ու ճանապարհների մասին այս պահին Շիրակի մարզում սաստիկ-բուկը շարունակվում է զորայական տեսանելիություն է։ Երևան-Գյումրի Հայաստանի սահման Բավրա ճանապարհի Թորոս գյուղի հատվածում հսկողություն է սահմանվել ճանապարհը սպասարկող կազմակերպությունների կողմից դժվարանացանելի հատվածը մաքրելու համար։ Վարդախփյուր եւ Ամասիայի հենակետերում գործում է շուրջօրյա հերթապահություն։ Արտիքի տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց են ձնաբքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանացանելի են Արտիկ Ալագյաս Սպանդարյան Գեղանիստ հատվածները, Անի տարածաշրջանում տեղում է ձյուն, տեսանելիությունը ցածր է կան դժվարանցանելի հատվածներ, Ջաջուրի հատվածում եւս ցածր տեսանելիություն է բուկ, որի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի։ Այսքան այն ժամի լրահոսում թարմացված նորությունների ծանոթացեք մեր հաջորդ թողարկումներում։